Շալակաստանում մարդեր կա, ելել է շալակն աշխարհի։ Միշտ հումորով, ուրախ բայց տխուր աչքերով, հայկական արտաքինով, բայց համասովետական փառքով բեմում ու էկրաններին երջանիկ իսկ կյանքում թաղծած մեկը, որ դերասան դառնալու մասին չէր երազում, բայց դարձավ ամենաիսկական դերասանը։ Սայդրա, դե հատ կուտուվը։ Ես Ղարաբաղցի եմ։ Ղարաբաղցի ես։ Գիտաշենից եմ ես։ Ոայ ես կուլես իմ մատա։ Գնա ախպերջան, Ղարաբաղը լավ տեղ է, գնա։ Բինտ կացեք։ Հասկացաք։ Հասկացաք։ Մհեր Մկրտչյանը կամ բոլորի սիրելի Ֆրունզիկը 1930-ին ծնվեց, ասում էր, որ չի հասցրել մանկություն ունենալ, փոքր տարիքից թատրոնում էր, չնայած Արևմտյան Հայաստանից գաղթած ծնողները դեմ էին, որ տղան դերասան դառնա։ Երդ քեզի պերաշկի բերերոր երտաս բեմի վրա կապիկություն են, ես? Սաղ աշխարի վրա հերդ է խնդացեմ, աշխար հորդ վրա կխնդացնես? Պատանի Ֆրունզի որոշմանը դեմ հայրը մի օր գնում է թատրոն, որդու մասնակցությամբ ներկայացումը դիտելու, հետո ուշ երեկոյան տուն է վերադառնում ու երկար լռությունից հետո հայտարարում. «Տղաս, շատ լավ խաղացիր»։ Կարճ ժամանակ անց ամբողջ Լենինականն էր խոսում Մհեր Մկրտչյանի մասին, մարդիկ գալիս էին թատրոն հատուկ նրան տեսնելու։ Բայց ոչ երոպտին, Հերկյուլ Սավինին, Սիրանո, դբերժերակ, որ ամեն ինչ էր, բայց միայն ոչ ինչ։ Հիմնականում ֆիլմերից հայտնի դարձած արտիստը, սակայն նախ թատրոնի դերասան էր, ասում էր կինոն սիրուհիդ է, իսկ թատրոնը կինդ։ Թատրոնի հարդարասեղանին միշտ մեծ վարպետի Վահրամ Փափազյանի լուսանկարն էր։ Փաշայան Արտավազդը և Ժան Էլոյանը, Վասիմ Բալիքյան մի րոպեարի, նոր եմ եկել թատրոն, և Փափազյանի հետ պիտի խաղամ, արդեն գրել եմ։ Ասեցի հագա, ես էլ նիհար, շատ նիհար, գիտեք, ես մեծ կտով, այն ժամանակ եսպես սիրուն չէի, էլի, Նա կարող էր ծիծաղեցնել նույնիսկ առանց բառերի, առանց խոսքի խաղալ, Ֆրունզիկը սովորել էր իր ամենասիրելի վարպետից Չարլի Չապլինից, իսկ մարմնավոր կերպարների խոսքը մինչև այսօր հնչում է։ Вы почему кефир не кушаете? Это как սոված էին երկու ոչխար ենք մորթել, ինչ ես գիտա հետ ազոտական, միտա հետ ազոտական։ Չեմ քշի, ծախելու եմ։ Քշես։ Գարիգի ասած է։ Դու ամոթ չունիս, դու հարևանները տեսնի ինչ կսեն, դու տուն չունիս։ Знаешь что, я тебе умный вещь скажу, но только ты не обижайся. Ֆրունզիկը նաև իմպրովիզների վարպետ էր, ինքն էր հորինում համ հոտ տալիս իր հերոսների խոսքին։ Մեծ քիթը սկզբում կոմպլեքսների, հետո հպարտությունների առիթ էր։ Ասում էր ինձ անհանգստացնում է ոչ թե այն, թե ինչու է իմ քիթն այդքան մեծ, այլ թե ինչու են ուրիշների քթերն այդքան փոքր։ У тебя же гордый профиль. Профиль я себе не вижу, а может он гордый. Արսենը նվագախմբի տղաներում, Գասպարը Երանգյունիում, Իշխանը մենք ենք մեր սալերում, Գրիգոր աղան կտոր մի երկնքում, այսպես շուրջ 50 ֆիլմ, խորհրդային տարիներին հայկական գրեթե բոլոր ֆիլմերում գլխավոր տերը հենց Մհեր Մկրտչյանինն էր։ 1977-ին էկրան բարձրացավ Ֆրունզի այցեքարտ դարձած Միմինո ֆիլմը, Դիլիջանցի վարորդի կերպարը դարձավ ամենասիրելին։ Кто? Один грузин, мой знакомый друг. Я вот напишу «Здравствуй, Валикджан», а он скажет «Вау, как меня нашел, откуда?» Ему будет приятно. Էկրաններից ու բեմում միշտ ծիծաղ նվիրող արտիստը կյանքում այդպես էլ լիարժեք ուրախություն չգտավ։ Նրա հարստությունը վայելած անսահման սերն ու հարգանքն էր։ Նրան չկոտրեցին ոչ ժամանակը, ոչ գինու ու ծխախոտի նկատմամբ սերը, նրան ընկճող նազնական դժբախտություններ։ Ինքոհոդից իր քիթն խցում, լուսին ամոթից երեսը գոցում։ 1994-ի հենց առաջին օրը հազարավոր մարդիկ վառվող մոմերով մեծ արտիստին Պանթեոն էին ուղեկցում։ Երազիմ երկիր այրենի Հայաստան